Եթերում լուրերի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Տեխնիկապես հնարավոր է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը 4 հարևան երկրների հետ միացած գործի։ Այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, պնդելով, որ այս պահին տեխնիկական որևէ խոչընդոտ չկա։ Նրա խոսքով նախորդ տարի Թուրքիայում հանդիպել է էներգետիկ ոլորտը համակարգող նախարարի հետ։ Ֆիքսել են, որ տեխնիկապես հնարավոր է իրականացնել, բայց այս պահին աշխատանքներ իրականացված չեն։ Ինչ վերաբերում է այս հարցում Իրանի հնարավոր դիրքորոշմանը, Խուդաթյանն ասել է, որ որևէ մտահոգություն Իրանի հետ կապված չկա։ Ավելին, նախորդ տարի կայուն գործել է գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը։ Հիշեցնեմ, հունվարի 29-ի ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ճիշտ կլինի, որ Հայաստանի էներգետիկ համակարգը միանա նաև Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերին։ Զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել նախագահի նստավայրի դիմաց։ Նրանք Վահագն Խաչատուրյանից պահանջում են ներողություն խնդրել Դավոսում Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։ Ակցիայի մասնակիցները նաև իրենց ձեռքերում պահում էին «Մեր ցավը քո դիվանագիտությունը չէ», «Դավոսում շնորհակալություն», «Եռաբլուրում պատասխան» և այլ գրություններով պաստառներ։ Նախագահի վարչակազմից սակայն ակցիայի մասնակիցների հետ ոչ մեկը չի հանդիպել։ Նրանք հայտարարել են, որ գնում են Եռաբլուր զինվորական պանթեոն և այնտեղ սպասեն նախագահին։ Հիշեցնեմ, հունվարի 20-ին Դավոսում պանելային քննարկման ժամանակ Խաչատուրյանն իր ելույթում շնորհակալություն էր հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին դրսևորած քաղաքական կամքի համար։ Ադրբեջանից ներմուծված բենզինի ազդեցությունը Հայաստանում գների վրա տեսանելի կլինի հունվար ամսվա գնաճի մեջ։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, պատասխանելով հարցին, թե հարևան երկրներից ապրանքների ներմուծումը ինչպես կազդի գների վրա։ Ի պատասխան Գալստյանն ասել է, թե դեռ նմանատիպ վերլուծություն չունեն, քանի որ այդ ապրանքների քանակը բավականին սահմանափակ է։ Ապա հավելել, որ մենք որոշակի ոչ էական ազդեցություններ կտեսնենք բենզինի ներմուծման արդյունքում։ Կենտրոնական բանկի նախագահը վստահեցրել է, եթե մենք ունենանք բաց սահմաններ, ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժ, ներմուծման և արտահանման տեսանկյունից ազդեցությունը կլինի դրական։ Մեկ սպորտային ուրախալի լուր։ Միջազգային վարպետ Էրիկ Գասպարյանը դարձավ Սերբիայում անցկացված շախմատի շրջանային մրցաշարի հաղթող։ Էրիկը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և 17.9 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը։ Նա Սերբիայում կմասնակցի նույն ձևաչափով անցկացվող ևս 2 մրցաշարի։ Առաջին արդեն ընթացքի մեջ է և Էրիկը 5 հնարավորից ունի 3.5 միավոր։ Եվ վերջում, ռուսական խոհարարաճամփորդական «Պայեդզիմ» շոուն իր թողարկումներից մեկում ներկայացրել է Հայաստանը։ Շոուի հաղորդավարն այցելել է Սևան Ալիչ, ոզնիների անսովոր ֆերմա և ուսումնասիրել լաբիրինթոսային նկուղ։ Նա սովորել է թխել ավանդական լավաշ և ստեղծել պանրի կոլաժներ։ Հաղորդավարը նաև փորձել է հայկական ավանդական տարատեսակ ուտեստներ՝ խաշլամա, պանրխաշ, արիշտա։ Այսքանը, կհանդիպենք ժամը 19-ին մեր ամփոփիչ թողարկմանը։